Ավելի լավ է իրար սիրենք, պայպայենք, քան ես քեզ գցեմ քացու տակ։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ, բայց նայի անգարց չարի թավորվես։ Այսով քերեն արա։ Խելոք բիձային բռնեն, լարվել են բռնեն, էլի։ Հլեք։ Հանգարց եթե պարզեցի, որ ատեսնյակը ծտերի հետ է եղի, ցեխը ձեռից կվեգալեն։ Ես ինչ հարցակողական ոչի մեջ էր։ Հրետանին շարել եք, տանկեր, մանկեր հանել եք։ Չէ, մերը պիխոտը։ Էդ ինչա։ Սկականից, ես ինչ արա։ Ոնց չուլքի է։ Կարելի է։ Արի, քվորնյակ ջան։ Քվորնյակ ջան, հովարոսը քեզ չի ջղայնացրի, ասել է տենամ։ Մխո ես չգիտեմ քո վրա մեղր ա քսած, ինչ ա քսած, բայց դե մի բան հաստատ քսած ա։ Ես քեզանից չեմ կարող փոխվել։ Հա, այն օրը էլի ասին աղջնյակներից մեկը, այդ նույն բանը։ Մխո, ես քեզ սիրում եմ։ Երթվա, ես երթվա դու։ Դու են միակն ես ում հետ ես կուզենայի ապրեի ամբողջ կյանքում։ Ճիշտ է, զարմանալի է, բայց փաստ է։ Վարոսի հետ էլ ոչ մի բան չի եղել, ու չերը կարա լիներ։ Да, братан. Գարի քեզ շուտ գցի իմ սենյակ։ Եկա։ Նստի ապենյակ։ Նոր շորերս էի դասավորում բան, մի կերանուշիկը մտավ ներսերը, ոչեսյան ոչինյան ասեց, ես քեզ սիրում եմ։ Չէ, նես չի, որ էդի նորությունը իմ համար շուտվանից գիտեի, բայց իմանալը մի բանը ժիվոյ լսել է ժոգում ես։ Լավ, ինչով կարամ քեզ օգնեմ, բրատ։ Հիմա ես ինչ անեմ։ Դու էլ քո զգացմունքների մասին ասա։ Էրը լավ էլի, գարիք, սկսիր էլի։ Ինչ ասեմ ես քանի աղջնյակի եմ սիրում։ Լավ էլ էլի սկսեցիր մխա։ Դու իրան սիրում ես։ Էրը սաղդ գիտեք, որ ես իրան սիրում եմ, բացի ինձնից, գիտես։ Մխո մի կորցրու ես հնարավորությունը։ Գարիք ձև չկա ես իրան տես բան ասեմ։ Ինչի։ Դե ձև չկա էլի։ Ես որ իրան ասեցի էդի կնշանակի ես ինքս ինձ ֆուկ եմ անում, ջոգում ես։ Նշանակում է ես համակերպեցի, ես մխոս նշանակում է թքեցի իր անիմաստ անցյալի վրա, աշկ փագեցի։ Ես այդքան եվրոպական մտածելակերպ չունեմ, Գարիկ ջան։ Ու ամենակարևորը էդի կնշանակի ես ինքնակամ իմ ձեռով իմ կաֆեն հետ տամ կարբիտին, ջոգում ես։ Ինչ ասեմ, делай как хочешь։
դու խիսես բաներ իրանուշիկ։ Հանգիստ մեր ամարը ապրում էինք էլի։ Քեզ բանարա։ Ում հարցնում է ոչ մեկ տեղյակ չի սրա մասին։ Սես չլուծված հարց հենց չի եղել իմ կյանքում, Մարգարիտա։ Այ քեզ բանարա։ Բայց կարևորը դու ինձ հավատաս, ուխտս։ Ու դու իմացի, որ քեզնից բացի ուրիշ ուխտ չկա իմ կյանքում։ Դու ես իմ միակ ու վերջին ուխտը։ Հասկանում ես ինչ եմ ասում, Մարգարիտա։ Հա, հավատում եմ, բայց մեկը ներսս չի հանգստանում։ Դու այ ցավը տանեմ, այ աղջիկ ջան, այ Մարգարիտա ջան, այ սերս, այ կյանքս, այ գեղեցկուհիս։ Ախր դու ինձ լավ գիտես, ու ես զարմանում եմ, որտեղից է մտել քո մեջ այդ կասկածամտության գաղափարը։ Դու արդեն անգիր գիտես ինձ, որ ես մեկին սիրեցի, ուրեմն սիրում եմ նրան մինչև վերջ։ Եթե կպա նրան, ուրեմն փյո, նայա ու վերջ։ Եվ ասեմ, որ քո բախտը բերել է։ Այո, որովհետև իմ սիրտը միայն քեզ է կպել։ Կպել է ու վերջ։ Ու ես արդեն գլխի եմ ընկնում։ Այս չուլքին մեր տղեկից մեկի արածն է։ Հա էլին ես իր արևին երևի հումոր է արել, էլի։ Լավ, ես հավատում եմ քեզ։ Ես քո ջանին մերն եմ, Մարգարիտա ջան։ Ախր ջավադայր ինչ բյանել։ Բայց всё-таки դու ճիշտ ես։ Այս ամեն ինչը կոչվում է դավաճանություն։ Դա լավ չի, ճիշտ չի։ Ախ, Մարգարիտա, դու ախր անգիր գիտես, որ դու իմ համ ուրախության ընկերն ես, համ տխրության ընկերն ես, համ լավ օրեր ընկերն ես, համ վատ օրեր ընկերն ես, համ էլ ծոցիս ընկերն ես, ծոցիս։ Հա, մխո։ Ու քնաշիր։ Չէ, պարկել եմ, բայց քնաշ չի տանում։ Իմն էլ ես եղանակից է երևի։ Երևի։ Կգաս մերյան։ Չէ, մխո, ժամին գամ ինչ անեմ։ Ես իմ նարդի հեղալ գիտես։ Չէ։ Բլոտ։ Մխո, ուշա չեմ կարա հիմա գամ կյանքս։ Բայց քեզ նենց եմ կարոտել։ Իշքան։ Շատ։ Սպասում եմ երբ լույսը բացվելու, որ գամ քեզ տնամ։ Լույսն է թարսի պես ուշա բացվելու այսօր։ Ինձ էլ է տենց թվում։ Բայց ոնց անենք, որ շուտ բացվի։ Դե պետքա փորձենք քնենք, մխո։ Ուզում ես հեքիաթ պատմեմ, մի անգամից կքնես։ Չի։ Բա ինչ ես առաջարկում։ Ան ես չգիտեմ հետս ինչա կատարվում արա մորս պայծառար է ոնց որ ես չլեմ։ Իմ մոտ էլ է տենց մխո։ Դե լավ ուզում ես հեքիաթ պատմի։ Որը պատմեմ։ Չգիտեմ քու ճաշակով նայ ինձ էլի։ Կարմիր գլխարկն եմ պատմում, լավ։ Գակ, ապետ մինասը քաղաքում է։ Լուրջ ես ասում։ Հա, նոր քաջիկը զանգեց ասեց։ Վայ քորա։ Մոտդ փող կա։ Հա, 5000 կա։ Դե ոչինչ, հիմա մենք էլ կոֆե կխմենք։ Ճիշտ չի։ Ճիշտ է։ Դե հելան կապե։ Դու մի քիչ արագ քայլ էլի, վայ։ Նույն մինասն էլ վաղ գտավ գալու։ Դե հիմա հետա ինչ կարաս անես։ Բայց այս ժամին մեզ ներս կթողեն։ Չմտածես։ Սրբույն մերոնք հականա։ Հա։ Հա։
Անտառով գնալու ժամանակ հանդիպում է Գորշ գայլին։ Այս Գորշ գայլը ասում է կարմիր գլխարկ, այսօր ես գնում։ Կարմիր գլխարկը քանի տարեկան աղջին է գալնում։ 20-22 Բայց կարճ շուպկով ալնում, հա։ Չէ երևի։ Բալու չէ, ինչի է գելը մոտիկնում։ Որովհետև սոված է մխո։ Դա եմ ասում, էլի իմ ասասնել այդ։ Կարճ շուպկով ալում, գելի ախորժակն է բացվում, հա։ Չէ, կարմիր գլխարկի ձեռքի կարկանդակն է ախորժակ բացում մխո։ Արա մեծ խոսքը մեր մեջ ինչ տուֆտա գել ալնում, չէ այդ գելը։ Արա ոնց կարելի է այդ կարմիր գլխակին թողած կարճ շուպկով գնալ տատիկին ուտել։ Դա ընդհանրապես որ մսով ճաշ են ուտում, միսը թողնում են վերջում են ուտում։ Կարմիր գլխակը ոնց որ ճաշի մեջի միսն է, հա յանի։ Բայց մեկը ես գելի տեղալն էի, սկզբից կարմիր գլխակին կուտեի նախտ։ Հա։ Դուք տեսել եք ժամը քանիսն է։ Դե թող գոնե ծառերը ջրեմ, Սրբուի ջան։ Այդ խայ ժամին ծառ են ջրում։ Սրբուի ջան, մենք պետք է գարիկին տենանք, ցավը տանեմ, շատ կարևոր բան կա, էլի։ Շուխուր չենք անի, Սիրուն ջան։ Գեղեցկուի ջան, 5 րոպեով քո թույլտվությամբ մտնում ենք մի հատ բան ենք ասում ու դուրս ենք գալի։ Աղմուկ չանեք։ Հարց չկա թագավոր ջան։ Թակուի։ Հա, թակուի։ Հանցեք։ Բանակի ռեժիմի տակ է էլի մնացել։ Չես հիշում, մենք էլ ենք սկզբից տենց։ Հիշում եմ, ոչ չեմ հիշում։ Գարջան մի հատ վեր կաց էլի ապեր։ Գարջան, քունդ բրդելով կտրեմ էլի մի հատ վեր կաց, ցավը տանեմ։ Ինչ է եղել։ Հետ, ոչ բանը չի եղել։ Ուղղակի ասին գնանք մի բաժակ կոֆե խմենք, էլի այդ ցավը տանեմ։ Բարև մերնեմ սրտիտ։ Այս դուք էլ եք եկել ծառ ջրելու։ Ջիգար ջան, գարիկին 5 րոպեով տենանք ու գնանք, հա։ Լսի տղա ջան, այս գարիկի տունը չի է, երբ ուզես գաս։ Վայ, գեղեցկուի ջան, 5 րոպե ընդամենը։ Հա, էլի Սիրուն ջան, մտնենք իրանը վեգալ ենք, հելնենք, էլի։ Առանց աղմուկի։ Վայ, բայղով ցավը տանեմ։ Լավ, արագացրեք։ Իսուր յուրահատուկ սիրում ես, արեմ պես։ Արագացրեք, կացում եմ։ Ալլավ էլ տղեկ, ինչ եք ուզում, թողեք հանգիստ քնեմ։ Գարիկ ջան, դու մեր հետ գալիս ես, մի բաժակ կոֆե ենք խմում իրար հետ, հետո էլի գալի քնում ես։ Քնելուց առաջ կոֆե խմել է, ձև չկա խմացելես։ Բա որ ձև չկա խմացելես, հետ ինչ ես ուզում խմացելես։ Ինձքի բանակում այսքան չէին անհանգստացնում։ Այս ինչ օրնակ։ Սրտացավություն է։ Բա։ Իսկականից որ սրտացավություն արդեն սիրտս ցավում է։ Այս դուք արդեն ստեղ եք, հա։ Շուստիներին է, համու ջան։ Գարիկ ջան, ապեր հոսանանց հետ չես գնալու։ Դո սրանցը դու ես պիտուխ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու տղեկ, ոչ մի տեղ։ Ոյ, ցավը տանեմ։ Դե արի իրար հետ գնանք մի տեղ նստենք, մի բաժակ կոֆե խմենք, էլի։ Ինչա ի։ Մեր հետ կգա, կոֆե կխմի, իսկ ձեր հետ կգնանք խորոված կուտեք, էլի։ Հա։ Չէ, ապեր, մեր հետ է կոֆե խմելու։ Մեր հետ է գնա է։ Մի րոպե սպասեք։ Ախպեր բան չի ինձ էլ չասացիք, որ ես էլ գայի։ Դու Արթուր ջան, գայր ինչ պդեներ, վարոսի նման դեն երեխեքին տպեիր։ Չէ, ինչի տպեի, մենակ քսատ կսնեի։ Այս վարուժը թռավ, հա։ Հա, այսօր հարսանիք ուներ։ Հա, քեֆ չի հասանն է դարել վարուժը։
Ահա Մինաս ջան, բրատ, ես տղեկ ես հյուրասիրությունս, ընկերասիրությանը չես պատկերացնում, որ չեմ հավատում արդեն։ Տենց բան չկա, սկի բանակում տեն չեն, ես ոնց են ինձ նայում են, որ ձերից տանում են, որ։ Այդ ամեն ինչը լուրջ ընդունեմ։ Հա, հենց նոր պարկել էի քնելու, եկել են հանում են, ասում են արի ետանք մի տեն նստենք, մի բան ուտենք, մի բան խմենք։ Այդ ովքեր են որ։ Համոն, Գագոն, Քաջիկով համբարձումը։ Համբոն էլ այդտեղ։ Հերգել է դուրս ռեստունեստուն։ Էս ձեր տան տեղը գիտե։ Հա, բավոց։ Արա դրա խես կանչում ստե։ Հեսա կասա։ Դավայ ապչ։ Ես եք կգնամ այ ախպեր։ Այդ տղա դե ուր կերտես 100 տարի չեմ տեսել դա նորմալին։ Չկա։ Բրծա։ Կարիք։ Ապրիտ լուրջ եմ ասում։ Ահա որ նեղացիր։ Եթե քեզ թվում է մենք չենք ուզում շփվենք քո հետ կամ կեղծավորություն ենք անում, սխալվում ես ապեր։ Քեզ էլ հասկացանք ապեր։ Կարիք, ապրիտ լուրջ եմ ասում, ահա որ նեղացիր մեզ։ Հա, բայց հեսա ելնելու է դու սուրախան է, էլի։ Կարիք ոնց գիտես ճիշտ է տենց էլ արա ապեր։ Բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր ձեզ։ Ես իմ է։ Դե մենք էլ ենք ապեր։ Շուտ պետք է մինասին զանգեիր, Կարիք ջան։ Հետո Հա ջան։ Քուշքնել երկը։ Բայց վերջը գելը ինչ արեց կարմիր գլխարկին էլ պատմի։ Վերջում որսորդները կան ու չթողացին, որ կարմիր գլխարկին գալու ուտի։ Բայց որսորդները տատիկի տան մոտ ինչ գործ ունեին։ Չգիտեմ խո։ Աշկիս այդ տատին էլ աջայել վաղտ փչացածել է, հա։ Արի համո ջան։ Ես ճիշտ եմ եկել, չէ՞։ Դու չես տենում որ ճիշտ ես եկել, արի ներս։ Էլովեգի այդ տղա, լավ շաքարները։ Բարև ճոկա։ Արո ախպեր ջան։ Ենիա գնա։ Հատա թող մեմ տղեն պաճը։ Հերու գնա, ինձից ընդրակ միտեղ նստի։ Այ կոքս։ Այ լավ ջան, այն եմ իշխես։ Լավ տեսնի մեծ հացն չես բերի։ Չէ, ես ոստեղ չեմ բերել ես, իպտի տուն տանեմ, ապեր։ Հետո ապջան ինչ ես, ամեն ինչ նորմալ է։ Հա, մինաս ջան։ Են Կարմենի հետ էլ շփում չկա, չէ։ Չէ։ Բա մեղ չի այդ աղջիկ, այդքան ընկերություն արիր ու թողեցիր։ Հեսա Վարոսի հետ եմ ծանոթացնելու։ Ինչի՞ց է։ Ապեր դե մեղ կա այդ աղջիկ, օտունը չի մնալու, մինաս ջան։ Արա սրա համար է, չէ սրան կանչե դու։ Դե սպասելի տեսնենք ես մարդը էլի ծրագրեր ունի քո ապագայիդ հետ կապված։ Դու իսկ կրած բացատրես, էսով է, որ իմ ապագայի հանդեպ ինչ-որ ծրագրեր ունենա կամ չունենա։ Դապեր դու հետ է, հեն Կարմենն է մեղքս գալիս։ Չէ, բայց ինչ եք ծիծաղում, ես լուրջ բան եմ ասում։ Հենց այդ դու լուրջ կուզես որ Վարոսի աղջիկան սիրե, հա։ Հա, բա ոնց։ Բայց այդ Կարմենը նորմալ աղջիկ չէ, չէ՞ ամբո։ Չէ, նորմալ աղջիկ չէ, բայց հիմա նորմալ աղջիկ է։ Всё, կարևորը հմիկվա մոմենտն է, առաջին ճերը երել է դիք մեզ եդարկից չդպես չի ապչա։ Հա, բա ոնց։ Արա հենց իմա ստեղից գնա, թե չէ լուսամուտից չպրտել եմ ներքև։ Վարոս ջան, ես լուսամուտից ոնց գնամ տուն ապեր։ Արա հենց ստեղից գնա։ Վայ, դե խելր ծրիր յա։ Կսպանի գիտես։ Մյուս անգամ սիկեզի չղանացրես, ինձ զանգես եղավ։ Եղավ ապեր։ Այ սենց ես անում, որ էսի առեթավորվում է։ Ամբո ջան, բայց աղջիկը ոնց է ծանոթացնելու Վարոսի հետ։ Դու մոռացել ես, որ Վարոսը ընկերուհի ունի։ Ով ունի։ Անուշիկը։ Անուշիկը մախոյն է սիրում։ Դե արի ասեմ, Դե կարող է տղեն մի բան գիտի։ Հա, բա ոնց, ոչ թե գիտեմ, այլ հաստատ։ Ես այդքան անպատասխանատու տղա չեմ, որ տես բաներով։ Չէ, ձև չկա, դուսա տալի ու դուսա տալի։ Չէ, ես եկուս մի հատ վետը ճշտ եմ։
Կարծում քվորնյակն ալտնած է շուտվանից։ Լավ քնար։ Հա, դու։ Ընտիր, փողմողում ես ծախսելու։ Հա։ Սպասիր ես։ Երես քեզ տրանսպորտի փող։ Մերսի։ Բա այսօր ես գնում։ Գործերով էլի գեղեցկություն ջան։ Իսկ պետք է քեզ դուխի առնեմ։ Չի։ Խեղդվեցի հոտից, մխոյթքն ցանում է։ Հեյ, դաժե այսօր հումորդ չես կորցրի, մալադեց։ Հայր ջան։ Ան, ես ինչ ես արել աղբորս։ Ինչի։ Որովհետև Յանը տարել է։ Բա որ ինձ տենաս։ Քո Յանն էլ է տարել։ Հա։ Լավ։ Հա, աղբեր։ Հա։ Հա, աղբեր ես։ Հա։ Հա, աղբեր։ Հա։ Հա, աղբեր։ Արա լավ է աղբեր արա։ Ես ասֆալտ գցելու սեզոնն է անցավ մի բան չձեռնարկինք։ Ապե լուրջ եմ ասում այնքան ասֆալտի գործակը է։ Կանայ, բայց զալա չարեցի։ Արա բա քեզ բերան ասեին գոնե մենք անեինք, այ աղբեր արա։ Արա որ ձեռներս լանցետ ենք վեկալ, չի նշանակում որ կողից փող աշխատելու հետ սեր չունենք, կարբիտ։ Արա լավ ծապիկ ինչ ես գիտդ կողում քաղաքականության մեջ։ Քեզ պետք է Ահա Աղբերներ, ապեստոն մի հատ ինչ աղջիկ եմ տեսել, մի հատ ինչ սիրուն աղբեր, մի հատ ինչ մալալ տղերք, աղբեր մի խոսքով խոսքերն ավելնով են։ Նորմալ սիրահարվար, աղբեր գնացել եմ իրանց քուչա տանտեղի իմացել եմ, մի խոսքով էսօր իրանց քուչում ենք։ Հետը խոսացել ես։ Աղբեր չէ չկալեցա։ Բա խոսա իր մի հատ այ աղբեր։ Կարող է անգեր ունի։ Ճիշտ է ասում։ Հեսա սա սիրահարվածությունը ջուրն ես գցելու։ Աղբեր ուզում անգետ ունենա, ուզում է չունենա, այդ աղջիկի հիմն առնելու, վсё։ Ահա դու այդ տիպի դուխով տղա էիր։ Լավ։ Ուրեմն այսօր մեր հանգիստը իրանց քոճում կանցկացնենք։ Վա աղբերը սաղ օրը բարեփոխումների մեջ, հա, վա, ոնց։ Բայն օրը բարում չփոխեցինք խորովածը կյաբաբի հետ, հա, մերնեմ ջանիտ, մեկա ինչքան էլ բարը փոխենք, ժողովրդելի դժգո ալնելու։ Դո դե ասա որ կարեիք փոխեիք, ինչի շուտ չէիք փոխում, չէ, ասա է, դե լավ աղբերս կեզ ուրախ և հաճելի բարը փոխումներ, դավայ աղբերս, դավայ, այ կեզ բաները, այո, Բարև ձեզ ձեզ վրամ։ Բարև Նարեկ ջան։ Արի նստի տենագլը։ Ինչ կա, ոնց եք, ոնց չեք։ Լավ, դուք ոնց եք։ Այ մերնեմ ջանիդ, Նարեկ ջան, ախր մեր ոնց լինելը ձեր լավ լինելուց է կախված։ Տղա ջան, մի հատ հիմա դու ինձ անկեղծ ասա։ Ինչ եք մտածում քո ու Իրենչոյի հաշվով, հա։ Այսինքն վրամ ջան։ Այ տղա, երբ որ ժամանակին մեր սիրած աղջիկների հերերը մեզ հարց էին տալիս, մենք միանգամից կողմնորոշում ենք, թե խոսքը ինչի մասին է գնում ու սպառիչ պատասխան ենք տալիս։
Իսկ դու ստեն նստել ես, ունես իբր ես քեզ նես խորթություն հա, նես հարց տվեցի, հա։ Յանի քեզ ցել ես պեչերու բաղերը, չես իմանում ես ինչ եմ հարցրել քեզ։ Այն Արեգ ջան, մի քանի օր առաջ ծնողներդ եկան մեր տուն, իրար հետ նստեցինք, բավականին հետաքրքիր ժամանակ անցկացրինք ու հորդ հետ բաներ կար պայմանավորվեցինք։ Բայց ոնց որ աչքից ձգձգվում, հա։ Ձևը տես չի, այ ախպեր։ Հա, հասկանում եմ Ռամզիա, ուղղակի որ համ Իրեն ա սովորում, համ ես, մտածեցինք հիմա կնշանվենք, հետո մի քանի տարի հետո ամուսնանանք, էլի։ Դու այ բալա, բայց ինչի մի քանի տարի, իա։ Ու քեզ թվում է ես պիտի թողեմ իմ աղջկային դու տարիներով ման գաս, հա։ Ես ինչ մտածելակերպ ա։ Չկա տես բան, Արեգ ջան։ Իա։ Հենց որ գնա, նստի, մտածի ասածներիս մասին։ Իա։ Տղա ջան, ես քեզ եմ հարգում, հորդ էլ, մորդ էլ։ Ես կարամ նույնիսկ սենց քեզ բան ասեմ, հորդ նորից կանչեմ, նորից խոսենք, նորից բաներ կա պայմանավորվենք ու արդեն իսկականից որոշում կայացնենք, բայց չեմ անում, որովհետև քեզ հարգում եմ, որովհետև մեծ տղա ես, ախպեր ես։ Մտածում եմ մեծ մարդիկ եք, արդեն դուք կարաք որոշեք, դուք կարաք արդեն մեզ ուղղություն ցույց տաք։ Հենց որ տղա ջան, ժամանակ չկա, գնացեք, որոշեք, եկեք ինձ մի բան ասեք։ Եղավ։ Կոնկրետ։ Եղավ, Ռամզիա, եղավ։ Դե վсё, ուրեմն սպասեմ զանգիդ։ Չձգձգեք, հա, որոշեք ինչ եք անում, որ մենք էլ որոշենք, թե ինչ ենք անում։ Եղավ, դե հաջողություն, Ռամզիա։ Հաջողություն Արեգ ջան։ Հայ քեզ բան, տարիներ սպասենք, Վռամզիա ջան։ Բայց էլ բարե փոխումներ չի, որ տարիներով սպասենք։ Տարիներով։ Հիմա էլ քեզ ա տենց բան ասել։ Իր հասկանում ես, ես էլի հիմա պատրաստ եմ։ Բայց որ դու ասեցիր ավարտես նոր, դրա համար ես այդ գործին ընթացք չտվեցի։ Հա, որովհետև ինձ թվում է ճիշտը է դա։ Որովհետև անհնար է համ դասի գնալ, համ երեխա պահել։ Ինչ ես ժպտում։ Պատկերացրի մեր երեխուն։ Ես էլ եմ մեկ-մեկ պատկերացնում։ Իր։ Ասում եմ, բայց կարող եմ մի օր էլ պապա չթողի, որ մենք իրարից շփվենք։ Որովհետև այսօր տես բան ասես ինձ։ Չգիտեմ։ Ես մամայի հետ կխոսամ։ Ալո։ Զեփյուր դուք եք։ Այո։ Ես պարոն Արեշատյանի քարտուղարուհին եմ։ Ինքն ինձ ասաց, որ զանգեմ ձեզ եւ հարցնեմ։ Դուք այսօր գալու եք։ Իհարկե, եթե Արեշատյանին հարմար է, ես անպայման կգամ։ Իսկ որ ժամին կգաք։ Որ ժամին, որ իրեն հարմար լինի։ 2 ժամից դες հարմար է։ Այո։ Լավ։ 2 ժամից եկեք։ Շատ բարի։ Արտյոմ, դու կարաս հիմա գաս ինձ տանես գրասենյակ։ Հա, ինչի չեմ կարա։ Լսի, բայց սրա մասին Արեշատյանը ոչինչ պիտի չիմանա, լավ։ Լավ։ Դե մի ժամից արի։ Լավ։ Անես ինչ արիր դու։ Դու ջոգում ես գոնե ինչ ես արի։ Ինչ եմ արել մխո։ Սաղ ներսս ավիրել ես ինչ ես արի։ Սարմանալին է, որ դու հիմա խոսում ես դրա մասին։ Ես երեկվանից շոկի մեջ եմ։ Մխո, ես գիտեմ, որ դու էլ ինձ բան ունես ասել, ուղղակի չեմ ուզում քեզ շտապացնեմ, հենց որ զգաս արդեն ժամանակն է, կասես։ Ես հիմի
Ես հմիան, ոնց որ բանն եմ, ես ինչ եմ։ Ես մի որ բդի կատղի, վարդոմուն կաբրեի, հիշելով քու անցյալը, քու ընկերներների, բան, ես քյալատիպ դեմքով նստել եմ ու ժպտում եմ։ Հա բայց իմ անցյալը այդքան էլ ահավոր չի։ Վարոսի հետ ոչ մի բան չի եղել, ազնիվ խոսք մխո, ու ես այսօր իր այդ խոսալու եմ ու կասեմ, որ ինձ էլ չանհանգստացնի։ Ես արդեն գտել եմ իմ սերը։ Որը մի վաղտ քու աղբենյակն է, չէ՞։ Մխո, ամբողջ գիշեր մի տեսակ սենց ժպիտը դեմքիս եմ քնել։ Ես չէի պատկերացնում, որ քնած մարդը կարող ուրախ լինի։ Հենց աչքերս բացում էի, տեսնում էի, որ հեռախոսը կողքից է ու մեջից քո ձայնն է լսվում։ Մի տեսակ սենց ուրախությունից մեռնում էի։ Երկուսս էց հանդել ենք նատուրի։ Երևի։ Բայց ես ոնց եղավ ես տենց չջոգի։ Սերը տենց է մխո։ Ու ես մի տեսակ չեմ պատկերացնում հիմա օրինակ իմ օրը առանց քեզ։ Ուզում ուր գնամ հետս գաս, ամենտեղ իրար հետ լինենք։ Չէ դե ամենտեղ ոնց կողքել եմ, ամուտել եմ։ Բռնում եմ քո հումորի համար։ Մի կարմիտ է իմանալ, որ ես սենց սիրահարված պատանու նման նայում եմ Անուշիկին, վեննեկը կփրթեր։ Հաստատ կփրթեր։ Բայց կարևորը մենք հիմա միասին ենք։ Ան ես էլ քեզ եմ շատ սիրում։ Բա ինչի բարձր չես ասում։ Դե ես իմ, որ միշտ չեմ ասեմ մի տեսակ քաշվում եմ։ Մխո պարզից էլ պարզավոր դու ինձ սիրում ես։ Ուզում եք ես գնամ աշխատեմ, դուք մնացեք մեքենայի մեջ։ Հա, գնա Արտյոմ ջան, քեզ գործից չկտրեմ։ Ապե ձեր քուչից մի հատ սիրուն աղջիկ կա։ Այս պատյեստը մտավ։ Դե աղբերստեմ Մերին է, Լիլիթն էլ ընկեր ունի։ Աղբեր ինքն է, ինքը Լիլան է։ Ուրեմն վсё, Կարո ջան, փակված է այս թեման։ Ճապիկ այս թեման չի կարա փակված լինի։ Ուրեմն մորդ ասում ես, որ այդ աղջիկը քո ծանոթներից է։ Լավելի է տեսնյակ։ Մխոս ասում է, որ այդ թուղթը իր գրպանից է անգել։ Այդ դու սնգացը ով է, որ դու դրա հերախոսի համարը սրբությամբ պահում ես մոտդ։ Հարա։ Ձունը լերներին էլի։ Համ ինձ ասում է ասա այդ քու համարն է, համ էլ գորգնում է վրես։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com